Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, անդրադառնալու եմ ներքաղաքական իրավիճակին, այս քաոտիկ իրավիճակին, որը որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում, եւ ուզում եմ հասկանալ, թե ընդդիմությունը ի վերջո հանուն ինչի է տեղ բացում մանդատները վերցնելու եւ խորհրդարանում կոմֆորտ զոնայում տեղավորվելու համար։ Ուրեմն մենք ինչ տեսանք։ Այս ընթացքում ընտրությունների ավարտից հետո հունիսի 7-ի գիշերը նախ սկսեմ նրանից, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին ընտրական տեղամասերը դեռ այսպես ասած արդյունքները հորով մորով չարած, դեռ ամբողջական արդյունքը չունեցած, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը կարծեմ 10% էին հաշվել ընտրությունների արդյունքները, ամփոփված էր 10% ընդամենը, Փաշինյանը ինչ արեց, վեկացավ հայտարարեց, որ իրենց ուժը հաղթել է, հաղթանակել են եւ որ ընդհանրապես թքած ունեն բոլորի կարծիքի վրա, բոլոր ընտրողների եւ հայ ազգի։ Ասացին, որ իրենք են հաղթել, վերջացավ։ Եվ ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այդ քայլից եւ այդ հայտարարություններից հետո 0 գործողություն։ Եվ ճիշտ էր անում Փաշինյան Նիկոլը, երբ որ խորհրդարանում բոլորովին վերջերս հեգնում էր եւ ծաղրում էր, ասում էր՝ «Բա ընտրախախտումներ են կարել, դուք էլ գիշերը գնացել եք ձեր տներով, հանգիստ նստել եք ձեր տեղում եւ դուրս չեք եկել փողոց պայքարելու, որ աղաղակեք, ըմբոստանակ եւ որևէ քայլ գործողություն իրականացնեք, որ ընտրախախտումներ են տեղի ունեցել, տոտալ ընտրախախտումներ»։ Այո, մենք տեսանք, բոլորս փաստերով տեսանք, որ բազում ընտրատեղամասերում արձանագրվել են այո խայտառակ ընտրախախտումներ։ Բա այդ ամեն ինչը, որ դուք էլ տեսաք, այդ ամեն ինչի մասին դուք էլ ֆիքսեցիք, հիմա էլ այս ժամերին Սահմանադրական դատարանում վիճարկում եք այդ նույն ընտրախախտումները եւ վիճարկում եք ընտրությունների արդյունքները։ Այսինքն ձեր միակ ճանապարհը, ձեր միակ պայքարի տեղը արձանագրենք, որ միայն Սահմանադրական դատարանն էր եւ դուք միայն այդ ճանապարհով կարողացաք մինչ այս պահը վիճարկել, թե Հայաստանում տեղի են ունեցել այնպիսի խայտառակ ընտրություններ, որի մասին որ տարբեր այսպես հարցազրույցների ֆորմատով դուք հայտարարում եք եւ աղմկում բարձրաձայնում եք այդ մասին։ Ես ուզում եմ հասկանալ, երբ որ Փաշինյանը ասում եմ 10%-ի այդ արդյունքները դեռ դա էլ չամփոփած հայտարարում է, որ հաղթել է, բա դուք ինչ խղճով եք մինչև այսօր ձեր ձեռքները ծալած նստել, երբ որ դուք խոսում եք, ասում եք ընտրախախտումներով չեն հաղթել, Սամվել Կարապետյանն ասում է, ոչ Փաշինյանն է հաղթել, ոչ էլ մենք ենք հաղթել։ Բայց չհաղթած իշխանության Սահմանադրական դատարանից դուք ինչ եք ակնկալում։ Այդ չհաղթած իշխանության Սահմանադրական դատարանը հիմա ինչ է անելու, ասենք, երկնքից ինչ է էլի իջացնելու ձեզ համար, այդ եմ ուզում մի հատ հասկանամ։ Ինչի եք դուք սպասում այն իշխանության Սահմանադրական դատարանից, որը որ ձեր ասած կեղծիքներով, ընտրախախտումներով ասում է մենք հաղթել ենք, ու դուք նստել եք, ինչ որ ակնկալիքներ ունեք այդ նույն Սահմանադրական դատարանից, մի տեսակ նոնսենս է, էլի չի ընկալվում, չի հասկացվում, թե իրականում դուք ընդհանրապես մեկ հասկանում եք, որ դուք ուրիշ տարբերակ էլ չունեք, բա ձեր ընտրողին ինչ ասեք, պիտի Սահմանադրական դատարան էլ չգնայիք, բողոք չներկայացնեիք, դե մի կռուտիկ պետք է անեք, որ պայքարում եք, դե տեսեք ժողովուրդ ջան, գնում ենք Սահմանադրական դատարանում, վիճարկում ենք այդ արդյունքները եւ այլն եւ այլն, բայց ուզում եմ հասկանամ, դրանից բացի պայքարի ուրիշ միջոց չկար։ Այդ նույն Ռոբերտ Քոչարյանը չէր, որ ասում էր, եթե տեղի կունենան լկտիաբար տեղի կունենան ընտրախախտումներ, ապա դուք կստանաք հեղափոխություն։ Այդ ընտրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բազում մարդիկ, այդ թվում նաև են, որ Ռուսաստաններից, Թրանեկան, տարբեր տեղերից, այդ որ գալիս էին, այդ որ եկան ընտրության օրը, ընտրեցին ձեզ ու գնացին, եւ բազում մարդիկ ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, որ հավատացին ձեր հետևից եկան, ընդդիմության հետևից։ Ես էլ եմ իմ ձայնը, այո, տվել եմ ընդդիմությանը։ Բայց ես ընդդիմությանը չեմ տվել ձայն նրա համար, որ դուք բերանները ջուր առնեք ու նստեք, ու այնպես էլ չի, որ այդ նույն իշխանության, այդ նույն Նիկոլի ու նրա թայֆայի դեմ պայքարել եմ դեռևս 2018 թվականի առաջին իսկ րոպեից, երբ որ շատերը ասում եմ,
տեղ էին ման գալիս դիրքավորվելու եւ Նիկոլի ու ԿՊԱ-ականների աչքին չերևալու համար։ Հիմա ձեզ ձայն չենք տվել նրա համար, որ դուք բերանները ջուր առնեք ու տեղ բացեք, որ ասում եմ շատ կարճ ժամանակ հետո դիրքավորվեք հայրենի խորհրդարանում։ Բայց եթե տեղի են ունեցել տոտալ ընտրախախտումներ, ինչի գնում Նիկոլի իշխանությունը լեգիտիմացնելու։ Ինչի համար եք գնում լեգիտիմացնեք դուք Նիկոլին, ինչի համար եք դուք գնում Նիկոլի համար այսպես փափուկ վայրեջ կապահովում, որ հետո ինչ անեք, ասեք, դե գիտեք ինչ կա, որ մենք չգնայինք ուրիշ ընդդիմադիր ուժեր են գնալու ու մեր տեղերը զբաղեցնելու են խորհրդարանում։ Մարդիկ ձեզ ձայն էին տվել, գիտեք ինչի համար, այն որ Սամվել Կարապետյանը ասում էր, թույլ չենք տալու, որ 300,000 ադրբեջանցի գա ու վերաբնակեցվի Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ուշադիր այսպես փորձեցի ընկալել ինչ է ասում օրինակ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, գլխավոր խաղացողներից մեկը։ Բան չունեմ ասելու, Նարեկ Կարապետյանը բավականին աճ ապրել ի տարբերություն Սամվել եւ Կարեն Կարապետյանների, ասեմ հանուն արդարության, մեր Նարեկը նորաթուխ բավականին աճ ապրել, հասունացել է քաղաքականապես, ես դա չեմ հերքում, բայց Նարեկ Կարապետյան, դու որ 2000 հոգու չէ, կարծեմ հրավիրել էիր կրկես, այն որ 15 տարի սարքում էիք, վերջը տեսակ, որ եսա կրկեսի կեսն էլ կարող է ձեռքներիցդ գնա, վերանորոգեցիք հաշված օրերի ու ժամերի ընթացքում։ Այդ որ կրկեսում 2000 հոգի հավաքել էիք, բայց 340,000 ձայն ստացած քաղաքական ուժը 2000 հոգու հետ էլի ուզում եմ հասկանամ, ոնց է գալիս ընդհանուր որոշման, օրինակ ասենք վերցնել, թե չվերցնել մանդատները, էլի, գիտեք տենց Համլետի մենախոսություններն, այս տպավորություններ, որ մեր Նարեկը Համլետի մենախոսության մեջ է մտել, տես դանիական արքայազնի կերպարով, Նարեկ, այդ 2000 հոգին, 340,000-ի տեղը, ոնց են կարողանալու գալ և օրինակ որոշում կայացնել, վերցնել, թե չվերցնել, ասում եմ լինել, թե չլինել, սա է խնդիրը։ Համլետի մենախոսությունը, Նարեկը մենախոսում էր կրկեսում։ Նարեկ 340,000-ի կեսին, ասում եմ այդ հալալ կեսին, դուք ունեցեք Նարեկ Կարապետյան, հրավիրեք, ինչ ասեմ, լավ ավելի քիչ ասեմ, 10%-ին հրավիրեք Ազատության հրապարակ Նարեկ Կարապետյան, ձեզ ձայն տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այդ 10%-ին, ձեր ընտրազանգվածին հրավիրեք Ազատության հրապարակ, կրկեսը քիչ է տեղը Նարեկ, փոքր է չի կարող տեղավորվել, ձեր ընտրազանգվածը կրկեսում, լավը տաշիկ պիցաների ցանց չէիք հրավիրել, որ մի հատ ասում եմ էլի, լինել թե չլինել այդ խնդիրը մի հատ լուծեիք, վերցնել մանդատը թե չվերցնել։ Բայց եթե ձեզ 340,000 հոգի ձայն ա տվել, մարդիկ վստահել են, մարդիկ հավատացել են, որ գալիս եք, դուք ընդդիմություն չեք դառնալու, ընդդիմություն չեք աշխատելու, ինչպես հոպարներ ասում Սամվել Կարապետյանը, հիմա ոնց է, մաներից Նարեկը ստեղ ա բացում, ասում է, դե գիտեք ինչ, էդ էլ ճիշտ չի լինի, որ մենք տեղը զիջենք այլ ընդդիմադիրներ գնան մեր տեղը մանդատ զբաղեցնեն, մեր փոխարեն չգիտեմ տեղավորվեն ազգային ժողովում, դուք գիտեք մենք մանդատի մեռած չենք, մենք աչքներս կուշտ մարդիկ ենք, բայց նաև կա խնդիր, որ պետք է գնանք, ազգային ժողովում պայքարենք, ես ուզում եմ հասկանամ, որ դուք գնաք հասնեք ազգային ժողով, այդ մանդատները առնեք ու էլի բերանները ջուր առնեք նստեք, մենք դրանով ինչ խնդիր ենք լուծելու, այդ ձեր ասած 300,000 ադրբեջանցիները ասում եմ, էլ չեն գալու, էլ չեն վերաբնակեցվելու Հայաստանի Հանրապետությունում, ես ուզում եմ հասկանամ, որ մանդատները առեք նստեցիք, օրինակ ջերմուկում մինչև այսօրը որ տեղավորված է ադրբեջանական զինուժը, այդ ձեր ռուս բարեկամներին, օրինակ ինչ եք ասելու, ինչ եք անելու, ասելու եք դուրս շպրտեք ադրբեջանական զինուժին այն հատկի պայմանագրով, հարուսական պայմանագրի շրջանակներում, օրինակ դուք այդքանը կարողանալու եք անեք, ինձ նենց հետաքրքիր է այդ ամեն ինչը, կարողանալու եք գոնե ազգային ժողովի ամբիոնից Նարեկ Կարապետյան, եթե դու այդքանը կարողանաս անել, անշահախնդիր Նարեկ Կարապետյան, մեր համեստ ռեսուրսներով պայքարելու ենք ձեր քաղաքական ուժի ու թիմի համար
Անշահախնդիրի տարբերություն շատ այլոց, Նարեկ Կարապետյան։ Ես ուզում եմ այդ տեսնեմ այդ օրը, որ դու ազգային ժողովի ամբիոնից կհիշատակես, որ օրինակ հայ-ռուսական համաձայնագրի շրջանակներում պահանջեք էլի ձերոնցից, այն ձեր լավ բարեկամ ռուսյոներից, որ օրինակ հիշեն ու ադրբեջանական զինուժին դու շպրտեն օրինակ ջերմուկի տարածքից, մի հատ փոքրիկ այսպես հանձնարարություն, այդ ձեր համար մի մեծ խնդիր չի, չէ՞ Նարեկ Կարապետյան։ Ուզում եմ հասկանամ, որ մանդատը վերցնեք, այն ձեր ասած 300,000 աշխատատեղը, որ ասում եք ստեղծելու ենք, հիմա դուք էլի ստեղծելու եք աշխատատեղեր, թե չեք ստեղծելու, այն բոլոր խոստումները, որ տվել եք նախընտրական այդ քարոզի ժամանակ, այսպես ասած ջուրն է լցվելու, ճիշտ է, բայց մարդիկ ձեզ ձայն են տվել նրա համար, որ դուք գայիք այդ ամեն ինչը իրականություն դարձնեիք, դուք եք հայտ ներկայացրել, ու մեկ-մեկ որ տենց տակը գրում են ինչ-ինչ մարդիկ, բա հեշտ է խոսում եք այսպես, հլը մի հատ եկեք իրանց փոխարեն դուք արեք, դե որ մենք կարողանայինք ձեր նման ունենայինք ռեսուրսներ, նման հնարավորություններ, խոսելու փոխարեն մեր խնդիրը խոսելն է, մեր խնդիրը այո, բարձրաձայնելն է, մեր խնդիրը մատնանշելն է, մենք էլ ենք, չէ, մի մասնիկն ենք այս բոլոր գործընթացների, այս իրողությունների եւ ասում եմ, ձայնս ես տվել եմ ընդդիմությանը, ես ինքս էլ իրավունք ունեմ իմ տված ձայնի համար առաջինը պայքարելու ու նաեւ հանրային այն սպասումների մասին բարձրաձայնելու եւ այն հիասթափությունների, որի հետ կապված այս օրերին ասում եմ հազարավոր նամակներ ենք ստանում ձեզ ձայն տված մեր բազում հետևորդների կողմից, որ մեկ ձայն չէինք տվել նրա համար, որ այսպես բերանները ջուր առնեն նստեն, որևէ գործիքակազմից չօգտվեն, այսինքն բացի սահմանադրական դատարան դիմելուց Նարեկ Կարապետյան, կան նաև այլ մեխանիզմներ, ձեր սահմանադրական իրավունքից օգտվեք, գնացեք, ասում եմ, խաղաղ ճանապարհով, առանց այսպես ցնցումների տանելու, օրենքով նախատեսված կարգով, օրենքով սահմանված կարգով, ձեր ընտրողներին, ձեր ընտրազանգվածին, ինչպես ասում են, հրավիրեք օրինակ ազատության հրապարակ, օրինակ այս ժամերին, երբ որ սահմանադրական դատարանը վիճարկում է, դատարանում վիճարկում եք ընտրությունների արդյունքները, օրինակ բնավ չեք խանգարի, եթե ձեզ ընտրած քաղաքացին, ձեր ընտրազանգվածը նաև փորձեր ինչ-որ առումով նաև հանրային ճնշում բանեցնել եւ ատամ ցույց տալ այդ նույն սահմանադրական դատարանին, որ եկել եւ մարդիկ պայքարում են այն ձայների համար, որը որ փոշիացվել է, որը որ այսպես ասած ընտրախախտումների արդյունքում կորել է եւ քաղաքացու քվեն, այսպես ասած տեղ չի հասել։ Որտեղ եք օրինակ դուք այս պահին, որտեղ է այս պահին նույն Բարգավաճ Հայաստանին Գագիկ Ծառուկյանին ձայն տված քաղաքացին, ձայն տված ընտրողը, ինչ որ չենք տեսնում նաև ձեր ձեռքերը Գագիկ Ծառուկյան, ես ինքս պայքարել եմ, այո, ինձ համար մինչ այս պահը առեղծված է Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող այդ 2-3 օրերի ընթացքում այդ տեղի ունեցող այդ բանը, այս մուլտիպլիկացիոն այսպես կադրերի էր հիշեցնում, Բարգավաճի այսպես ցուցանիշը բարձրանում էր 51%, հետո 4.9, 4.7, 3.1 ու այդպես շարունակ, էլ ինչ-որ մի հատ տարօրինակ կարուսել էր տեղի ունենում ու չգիտեմ, ԿՀ-ի ճանապարհին ասում եմ ինչ էր լինում այդ ձայների հետ։ Ես ինքս այո այդ ամենի համար պայքարել եմ, բայց այս պահի դրությամբ ինչ-որ չեն երևում նաև Գագիկ Ծառուկյանիս ձեռքերը, որտեղ է ձեր ընտրազանգվածը, որտեղ է Ռոբերտ Քոչարյանը, որ ասում եք կլինի լկտիաբար ընտրախախտում, ուրեմն կլինի հեղափոխություն։ Սամվել Կարապետյանն ասում էր, ով իմ նման տղեն աշխատի ընդդիմություն, ես արդեն վարչապետ եմ, բես պիծի մինուտ ինքը իրան վարչապետ էր հայտարարել։ Նիստեր էի հրավիրում, արտագնա նիստեր էի կանում, կառավարության կազմով որոշում էի կայացնում, գերբով, դրոշով, կնիքով, վարչապետ էր մարդը, վարչապետ տունտունիկ էին խաղում, ասում եմ, ստեղծել էին մի հատ կառավարություն, իրանց առանձնատան երևի սենյակներից մեկը կառավարության, չգիտեմ, զոնա էին դարձրել սեփական կառավարություն։ Ու ինչ ունեցանք մենք այդ ամենի հարագումարում, ոչինչ, զրո քայլ, զրո գործողություն եւ զրո քաղաքական կամք եւ զրո վճռականություն։ Դուք ինչ եք դառնալու, որ գնաք ազգային ժողով ընդդիմադիրները, ասեմ ինչ եք դառնալու։ Դուք դառնալու եք ընդամենը ազգային ժողովի իմ համար համենայն դեպս ազգային ժողովի բուֆետի
ապագա կլիենտներ եք։ Բավականին այսպես ֆինանսապես կայուն ապագա կլիենտ եք լինելու ազգային ժողովի բուֆետի համար։